Ստայտարանում բացված հակակոռուպցիոն դատարանը նախագահության դատավոր Բադալյանի, քարտուղարության Պետրոսյանի շարունակում է ՀԿԴ 0014-22 գործի քննությունը։ Դատական նիստի քարտուղարին ընդհանուր զեկուցելով ներկայացել Արևի դատարան դատական նիստի ներկայացման խորհրդախազության դատախազ Մերի Տեր-Թորոսյանը, պատասխանող Սերան Մահմեդյանի ներկայացուցիչ Պաստաբան Կարեն Ժուլյանը, պատասխանող Բուզան Ախաշյանի ներկայացուցիչ Պաստաբան Հայկ Ալումյանը, երրորդ անձ Կարեն Մարկյանի ներկայացուցիչ Պաստաբան Անահիտ Բեկլյանը եւ երրորդ անձ ԱՌ ներկայացուցիչ Պաստաբան Դավիթ Պանոսյանը։ Մյուս մասնակցող անձինք ծանոթացված են, չեն ներկայացել, ինչ կարծիք ունի գործի քննություն շարունակելու է։ Լսելով կողմերի դիրքորոշումները դատարանը որոշում է շարունակել գործի քննությունը։ Ասում եմ ձեզ։ Ալիզարան դիալոգը դիգրամակացան ցանկանում տեսանկարından եթե կողմից մի քանի մասնակից դեպքի կա։ Ինչ կարծիք ունի։ Չեմ ակնարկել։ Պարոն Ալումյան։ Չեմ ակնարկել։ Չկա։ Ձեր միջնորդությունը լուսանկարահանի դատական նիստը։ Մինչև շարունակության անցնելը կողմերի հայտարարությունների միջնորդություններ ունեն։ Ներկայացնում եմ միջնորդություն վաստակված ժամկետահարկերի համարելու եւ ապացույց պահանջելու մասին դատարանի եւ գործի մասնակցող անձանց օրինակները, գործի մասնակցող անձից մեկի օրինակը դատական նիստի ապացույցը ներկայացնեմ։ Խաղերի դատարան ըստ հայտնի դատարանի 19/2023 թվականի որոշմամբ մինչև հաշվել է ապացուցման պարտականություն, որը սահմանվել է ապացույցներ եւ դրանց ձեռքբերումի ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետը։ Պատասխանատու Ժան-Պիեր Ֆովոն մահացել է 30/10/2024 թվականին եւ ժառանգություն ընդունել է օրենքով սահմանված 6 ամսյա ժամկետը վերացել է 30/04/2025 թվականին։ Դատարանի 14/05/2025 թվականի որոշմամբ հակակոռուպցիոն քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավասու մարմինը որևէ տեղյակ չունի ժառանգություն ընդունած լինելու կամ չլինելու ժառանգների հնարավոր շրջանակի, ժառանգությունից մեկուսացված կամ հրաժարված ժառանգների առկայության կամ բացակայության վերաբերյալ, իսկ նշված տեղեկություններ հանդիսանում են նոտարական գաղտնիք, ծագում է անհրաժեշտություն պարզելու հնարավոր ժառանգների առկայությունը պատասխանողների ուղղված նյութայական պահանջը հստակեցնելու հրամայականից ելնելով։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն գործին մասնակցող անձը կարող է գործին մասնակցող այլ անձից ապացույց պահանջելու միջնորդությամբ դիմել գործը քննող առաջին ատյանի դատարան։ Գործին մասնակցող անձը, որին օրենքով սահմանված ժամկետում չի տրամադրվել համապատասխան ապացույցը կամ այդ ապացույցի տրամադրումն առանց դատարանի որոշման ակտիվված է օրենքով, կարող է գործին մասնակիցություն հանդիսացող անձի այդ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել առաջին ատյանի դատարան։ Ուսումնի հոդվածի առաջին մասով նախատեսված միջնորդության մեջ պետք է նշվեն համապատասխան ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն փաստերը, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե հայտնի է։ Իսկ ուսումնի հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքում նաև այդ ապացույցը ինքնուրույն ձեռքբերելու անհնարինության փաստը հաստատող հիմնավորում է։ Նոտարիատի մասին օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերության համաձայն նոտարը վարույթի հանրային մասնակցին, այդ թվում ապօրինի զարթոնեցողի բռնականցման մասին օրենքով սահմանված դեպքերում դատարանի քրեական վարույթների, ինչպես նաև դատարանում քննվող գործերի առնչությամբ նոտարական գաղտնիք պարունակող տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ, պատճեններ կամ բնօրինակներ է տալիս դատարանի որոշման հիման վրա։ Նույն օրենքի 62-րդ հոդվածի համաձայն ժառանգության իրավունքի վկայելիքը ժառանգներին տրվում է ժառանգության բացման վայրի նոտարի ներկայացված գրավոր դիմերի հիման վրա քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետում։ Մահացած անձանց ժառանգները կարող են գրավոր դիմել ժառանգության բացման վայր հանդիսացող նոտարական տարածքի ցանկացած նոտարին եւ նրանից ստանալ ժառանգության իրավունքի վկայություն։ Նույն օրենքի 56-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն նոտարը ժառանգության բացման մասին տեղեկանելու վայր ծանոթում է ժառանգների գտակի առկայության մասին։ Հայ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի միջոցով օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում։ Նույն օրենսգրքի 1193-րդ հոդվածի առաջին մասի համաձայն քաղաքացին իրավունք ունի հայցողությամբ ցանկացած թույլ կտակել ցանկացած անձի ցանկացած ձևով որոշել ժառանգություն ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ վերացնել կազմված կտակում։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի առաջին մասի համաձայն դատավարական ժամկետների ավարտից հետո գործի մասնակցող անձին զրկվում են այդ ժամկետներով կանոնավորված գործողություններ կատարելու իրավունքից բացառությամբ այն դեպքերը, եւ դատարանը բավարարում է բացառված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նույն օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
Դատանի որոշումը կայացնելուց հետո գործի մասնակցողանցիկ զրկվում են իրենց նյութայերավական պահանջները եւ առարկությունների հիմնավորելու համար նոր փաստ կարգոչելու իրավունքից բացառությամբ այն դեպքերի եւ նոր փաստ կարգոչելու անհրաժեշտություն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո ուսումնի օրենսգրքով նախատեսված կարգով կատարված սակավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով նոր փաստ կարգոչողանցի հիմնավորում է տվյալ փաստը մինչև կարգոչելու անհնարինությունը իրենից անկախ պատճառներով։ Ամփոփելով վերաբերյալ եւ համադրելով գործի փաստական հանգամանքները նշված իրավակարգավորումների հետ, պետք է փաստենք, որ պահանջվող ապացույցը հայցվորը չի կարող ձեռք բերել ինքնուրույն, քանի որ այն գաղտնիք բանակով տեղեկատվություն է, հետևաբար պետք է դիմել գործը քննող դատարանին։ Պահանջվող ապացույցը հարկավոր է գործի նոր պատասխանատուներ ներգրավելու անհրաժեշտությունը գնահատելու համար։ Հաշվի առնելով վերաբերյալ եւ ղեկավարվելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածով, խնդրում եմ հարգելի համարելված թողնած դատավարական ժամկետը կայացնել հայցող տեղեկությունները պահանջելու վերաբերյալ որոշում եւ հնարավորական պարագից պահանջել Ժակ Պիեր Ֆովոյի մահվան կապակցությամբ բացված ժառանգությանը վերաբերող նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունները, այդ թվում ժառանգության զանգվածի կտակի առկայության եւ բովանդակության, տրված ժառանգության իրավունքի վկայագրերի, ժառանգների հնարավոր շրջանակի, ժառանգությունից հրաժարված եւ մեկուսացված անձանց վերաբերյալ 30/10/2024 թվականից մինչ օրս ընկած ժամանակահատվածի համար։ Նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը հանձնել հեն նոտարական պալատին։ Ապացույցների տրամադրման ժամկետ սահմանել 10 աշխատանքային օր։ Ավարտեցիք։ Ինչ կարծիք ունեք։ Միջնորդության դեմ մարարկելու այս մասով հիմքեր չունեմ, բայց ես չգիտեմ ինչու է դատախազը միայն Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի մասին ասում, որովհետև Ֆովոն Հայաստանի քաղաքացի չէր, նա Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի էր, նրա մահվան վայրն էլ մեկ այլ պետություն էր, եւ այստեղ մենք կարող ենք ունենալ խնդիր տարբեր երկրների օրենսդրության միջև հակասությունների հետ կապված, եւ բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ այդ տեղեկությունը նույնպես գործի համար նշանակություն ունի, թե Ֆրանսիայում ով կարող է ընդունացնել ժառանգությունը, կամ միգուցե մահվան երկրի, դրա մահվան վայր հանդիսացող երկրում ով կարող է դիմացնել ժառանգության համար, ուղղակի որպեսզի համապարփակ լինի տեղեկատվություն։ Հարցեր կան, հարգելի կողմի ներկայացուցիչ կարող եք հայտնել մեզ, թե 6 ամսյա ժամկետը մաման երբ է լրացել։ Միջնորդություն եւ ներկայացնում եք նշված է երբ է լրացել։ Չէ, ես ցանկանում եմ, որ դուք հայտնեք երբ է լրացել։ Ես արդեն նավազանեցի ձեր հարցին շարժ։ Լավ, ձեր միջնորդության մեջ նշված է 30/04/2025 թվական։ Այսօր նոյեմբերն է 2025 թվականի, կարող եք հայտնել դատարանին եւ մեզ որպես դատավարության մասնակիցների, որն է պատճառը, որ այս ամսաթվով է միջնորդությունը ներկայացվում։ Իրավասու մարմինը ժամկետային որևէ սահմանափակում չունի, թե մահանալուց հետո երբ պիտի համապատասխան միջնորդությունը ներկայացնի, սահմանական դատարանի որոշմամբ պայմանավորված, ինչպես նաև այլ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, այս պահին է ներկայացնում համապատասխան միջնորդությունը։ Այսինքն դուք գործի ողջամիտ ժամկետի գործը քննելու հետ կապված խնդիր չեք տեսնում, ոնց հասկանում եմ, ճիշտ եմ անկարում։ Այո։ Հարգելի դատան, կողմի չեմ կարող ասել ինչ վարքագծի պատճառով, բայց ամենայն դեպս հայցվոր կողմի դրսևորած վարքագծի պատճառով սույն դատավարությունը ձգձգվում է։ Եվ իմ վստահորդը կամա հայտնվել է սույն դատավարության մեջ եւ ըստ էության վնասներ ակրում ընդհանուր թե փաստաբանի ծախսի առումով, թե գույքերի արգելանքների դակ գտնվելու առումով եւ ես գտնում եմ, որ իմ վստահորդի համար անընդունելի է նման վարքագիծը, այսինքն գործի ողջամիտ ժամկետի չպահպանում։ Ավելի դատարան կարծես, թե քաղաքացիական դատավարության օրենսգիրքը կարգ է սահմանում, որ անձը պետք է նաև հիմնավորի, որ ինքը չի կարող ստանալ այդ փաստաթուղթը, դատական պրակտիկան ամենայն դեպս այն գործերով, որ դնում են, ճիշտ է կողմից օրենսդրական այսինքն
բայց հայցքով ներկայացուցիչը հիմնավորում են միջնորդության ուստով դատական պրակտիկան դրանում ուղղությամբ, որ դատաները պահանջում են ամեն դեպքում փաստաթուղթ, օրինակ որ հարցում են տալել եւ ներժում են ստացել համապատասխան ապացույցը ձեռք բերելու համար եւ նոր արդեն դատանը միջամտում էր։ Եվ օրենսդրական կարգավորումն կարծես թե այդպես է ամեն դեպքում, այս առումով ես գտնում եմ հնարավոր է խնդիր կա միջնորդությունը բավարարելու հետ կապված այդ պահը այդ պայմանը չապահովելու առումով, այսինքն այդ մերժումը չստանալու։ Գործընկերոջս Հայկ Արոմյանի դիրքորոշումն եմ հիշում, որ եթե դրա համար պետք է հետաձգտի, ապա մի քանի անգամ է դա ասել է, միգուցե նաև ինչ-որ կարգով նաև Ֆրանսիայից օրինակ փորձել ճշտել, եւ երրորդը ես հիշեցնեմ մի բան, մենք նախորդ նիստին կարծես թե քննարկեցինք, որ սահմանադրական դատանի որոշումից հետո հնարավոր է հայցվորը պետք է որոշակի փոփոխություն կատարել եւ այս դատան այդ 2 ամսյա ժամկետ տվեց ողջամիտ ժամկետ, բայց կարծես թե չի ուղարկվել եւ ամենայնպես ես չեմ ստացել այդ փոփոխությունը։ Ես սրա վրա կցանկանայի ուշադրություն դարձնել, որ այդ փոփոխությունը այսինքն մեր համար կարևոր է արվում է, թե չէ, դրանից ելնելով մենք ինչ գործողություն դրսևորենք, որովհետեւ ակնհայտ է, որ սահմանադրական դատանը օրինակ նշել է, որ անձի պաշտոնավարումից հետո ժամանակահատվածին է վերաբերում այս օրենքավորմի հարստացում, այսպես ասած, մեր դեպքում մինչև այդ պաշտոնավարումը ժամանակահատվածն է ներառում։ Սրանից ելնելով, եթե ասենք հայցվորը այդ փոփոխությունը կատարում է համապատասխանեցնում է մի բան, եթե չէ մենք պետք է հավանաբար ինչ-որ դիրքորոշում հայտնենք, որովհետև իրավական առումով կա դրա անհրաժեշտությունը, նաև փաստական առումով։ Ես սա հիշեցնեմ դատարանի եւ կողմին, որ նման խնդիրներ կա։ Հարթեցիք։ Դու կավելացնելու բաներ եք դիրքորոշումների։ Միայն նշեմ, որ քաղաքացիական օրենսգրքով, երբ այլ անձի քաղաքացիության համապատասխան գույքի ժառանգության հետ կապված հարց է ծագում, ապա գույքի անշարժ գույքի գտնելու վայրով է առաջնորդվում օրենսդիրը, հետևաբար, քանի որ անշարժ գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ապա Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական համակարգն է լինելու առաջնայինը, ինչ վերաբերում է պարոն Մերժումյանի նշած այն դիրքորոշմանը, որ իրավասու մարմինը համապատասխան գույություն չի ներկայացրել, որ կարգել չի կարողացել ստացել այդ տեղեկատվություն, ես թողնել կատարեցի նոտարատի մասին օրենքի որոշակի դրույթներից, որտեղ նշված է, որ անհրաժեշտ է դատարանի որոշում, այսինքն ձևական առումով համապատասխան գրություն ներկայացնել, որ ստացել ենք մերժում, պետք չէ, քանի որ հստակ օրենսդիրը սահմանել է, թե որ պայմանների առկայության դեպքում կարող են ստանալ նոտարական գաղտնի կազմող տեղեկատվությունը։ Այսքան եկատան, իսկ սահմանադրական դատարանի որոշման մասով նշեմ, որ պարոն Սևյանյանը դեռևս 1998 թվականից զբաղեցրել է օրենքի իմաստով պաշտոնատարանց, այսինքն սահմանադրական դատարանի 1776 որոշման ընդունման փայլեցելու բովանդակությունը փոփոխության չի ենթարկվելու վերահաշվարկի մասով, իսկ որպես իրավական դիրքորոշում իրավասու մարմինը մինչև դատարանի կողմից վճռահատության գնալը իրավասու մարմինը դիրքորոշում կներկայացնի։ Հարթեցիք։ Քննարկելու բաստոնական ժամկետը հարգելի համարելու եւ ապացույց պահանջելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը, լսելով գործի մասնակցող միսանցած ներկայացուցիչների դիրքորոշումները դատարանը գտնում է հետեւյալը. Մասնակից հանդիսացած եւ մահացած անձի իրավահաջորդության հարցը ավելի շատ դատարանի տիրույթում է, քան թե կողմերի հայցողության, այդ առումով դատարանը գործի քննությունը վերսկսելու որոշման մեջ, երբ որ պարոն Ֆովոյի մարման կապակցության գործի քննությունը կասեցվել էր, մինչև իրավահաջորդության հարցի լուծումը նոտարական պալատի տվյալների բաց շտեմարանից հարցում է կատարել եւ այդ մասին որոշման մեջ նշված է, որ պարոն Ֆովոյի ժառանգական գործի վերաբերյալ որից է տվյալ չկա, այսինքն ըստ էության այդ համակարգը բաց է այնքանով որքանով կոնկրետ մահացած անձի ժառանգական գործի բացման վերաբերյալ տեղեկությունները մատչելի են բոլորի համար, բայց դա արվել է երկու անգամ միջև վարույթի վերսկսման որոշման կայացումը եւ մի հատ էլ սեպտեմբեր ամսին դատարանը արել է ու համապատասխան տպագրված էջերը գծված է գործին եւ այստեղ բաստողաժամկետը հարգելի համարելու որևիցե անհրաժեշտություն չկա եւ պարոն Մերժումյանն էլ է սառնոց ճիշտ ասում, որովհետեւ կարիք չկա այդ
հարցում կատարել, եթե դուք դատարանից մի ժողովրդություն ներկայացնեն, ընդհանրապես ձեր խնդրանքը եւս բավարարել, դատարանը եւս մեկ անգամ հարցումը կատարի նոտարական պալատից ճշտի, բայց ոչ թե բաց շտեմարանից, այլ ապացույց պահանջելու եղանակով։ Հետևաբար դատարանը գտնում է, որ ձեր միջնորդությունը ենթակայի բավարարվում, որը խոչընդոտ չի տեսնում եւս մեկ անգամ որոշում կայացնել եւ ապացույց պահանջել նոտարական պալատից, արդյոք պարոն Ֆովոյի ժառանգությունը ընդունելու վերաբերյալ ժառանգական գործարքա է թե ոչ։ Առանձին ակտով դատարանը որոշում կայացնի, ապացույցներ կպահանջի։ Հիմա պարոն Մեժլումյանի ասացի հետ կապված, որովհետև իրոք այդ հարցը առկա է սահմանադրական դատարանի որոշումից հետո ձեր դիրքորոշումը, որովհետև կերպ ներկայացնելու եք գործիքնության շարունակությունը, տեսնենք ինչ ուղղությամբ է։ Հատուկ դատարան գործիքնությունը կարող է շարունակվել, քանի որ ինչպես արդեն իսկ նշեցի, 1998 թվականից Սերյան Օհանյանը զբաղեցրել է օրենքի իմաստով պաշտպանական, իսկ առաջին ապօրինի գույքը ձեռք է բերել 2005 թվականին, այսինքն կոռուպցիա դեմ պայքարի նպատակի իրացման շրջանակներում կարող է հայցադիմի քննությունը շարունակվել եւ այն վերահաշվարկի անհրաժեշտություն չի առաջացնելու։ Հասկանալի, այսինքն դա բանավոր ուղղակի ձեր դիրքորոշումն եք ներկայացնելու, որևիցե այլ միջնորդությամբ հանդես չի գալու այդ կապակցությամբ։ Այդ կապակցությամբ ինչ ունեք ասել։ Ես ոչինչ։ Մյուսները։ Ես պետք է համապատասխան ճշտումներ կատարեմ, եթե նույնիսկ հետաձգվելու է ապացույց պահանջելու համար, ես այդ ժամանակը կօգտագործեմ։ Մասնավորապես 98 թվականից պարոն Օհանյանի համապատասխան պաշտոնում, այսինքն այդ օրենքի իմաստով պաշտոն զբաղեցնելը։ Հասկացա։ Որովհետև հայցադիմում, ասենք, նշված էր 2008 թվականի մասին, եւ կարծես թե այդպես է գնում, ամեն դեպքում ես կփորձեմ մի հատ այդ հասկանալ հանգամանքը նշված օգտագործել, այսինքն դրա հետ կապված ինֆորմացիան ճշտել, որովհետև եթե մինչև այդ դա հետաքրքիր չէ, հետաքրքիր, բայց օրենքի այն մեկնաբանությամբ, որ դա վերաբերում է ցանկացած ժամանակահատվածի, այսինքն ոչ միայն անձի պաշտոնա համապատասխան պաշտոնը ստանձնելու ժամանակահատվածով է սկսվում, այդ առումով կարծես թե հետաքրքիր չէր, բայց սահմանադրական դատարանից հետո արդեն դա կարևոր հանգամանք է եւ այդ կարևորությունը սերտելով է համապատասխան ուսումնասիրություն կատարել է դիրքորոշում կատարել։ Շատ լավ։ Այդ դիրքորոշումը դատախազությունը իմ կարծիքով ճիշտ մոտեցում չի դրսևորում, ինչ իմաստով։ Դատական նիստեր են հետաձգվել, երբ դատախազության ներկայացուցիչը միակ փաստարկը դատական նիստը հետաձգելու միջնորդության եղել է այն, որ մենք պիտի համապատասխանեցնենք մեր հացադիմումը, մեր դիրքորոշումը սահմանադրական դատարանի որոշմանը։ Այսինքն այդ հիմքով դատական նիստեր են հետաձգվել։ Հիմա դատախազությունը գալիս ասում է մենք բան չունենք փոխելու մեր հացադիմի մեջ։ Ստացվում է, որ պատրվակ է որպես ներկայացրած եղել սահմանադրական դատարանի որոշումը զուտ դատական նիստը ձախողելու համար։ Որ դատախազության ամեն ներկայացուցիչ կարծում է, որ ինքը մի հատ առանձին սուբյեկտ է, կապ չունի այն նախկին սուբյեկտները, ինչ են ասել, ոնց են ասել, ինքը եկել է ու պետք է ինքը արդեն ինքը որոշի ինչ անի եւ մնացածի արածները իր համար ոչ մի նշանակություն չունեն։ Այդպիսի տպավորություն է։ Այսինքն մենք պիտի փաստենք, որ դատախազությունը դատական նիստեր ձախողել է, պատրվակ վերցնելով սահմանադրական դատարանի որոշումը, ասելով, որ մենք խնդրում ենք մեզ ժամկետ համադրել, ընդ որում բավականին երկար ժամկետ, որպեսզի մեր դիրքորոշումը համապատասխանեցնենք սահմանադրական դատարանի որոշմանը, որոշակի փոփոխություններ կատարենք մեր դիրքորոշման մեջ, ներկայացնենք նոր ինչ-որ հայցի մեջ որոշակի փոփոխություններ եւ իմ ասում է, չէ, դրա կարիքը չկա, բայց այդ չկա, ինչու համար է դատախազությունը նիստերը ձախողել։ Արտեցիք։ Այո։ Մյուսները ասելիք ունեն այդ կապակցությամբ։ Հարգելի դատարանում կոլեգայի այդ դիրքորոշմանը, ես նույն այդ մոտեցումն ունեմ, այդ նույն կարծիքին եմ այդ հարցի շուրջ, որ դատախազությունը
մի քանի նիստ առնվազն ձախողել է անհիմն պատճառներով ստացվում։ Չգիտեմ ինչին եք համաձայն, բայց դատարանը նման տպավորություն իրականում չկա, որովհետև տվյալները հստակ են։ Մենք գործը կասեցրել էինք պարոն Ֆուկոյի մահվան կապակցությամբ։ Գործի քննությունը վերսկսել ենք մայիսին։ Դրանից հետո երկու նիստ ա եղել։ Առաջին նիստին խնդրել են ժամանակ տրամադրել, դատախազ Ղուդավերդյանն ա եղել։ Ժամանակ տրամադրել, իսկ հաջորդ նիստին էլ հայցվորի ներկայացուցիչը փոխվել է եւ հիմա դիրքորոշումը հայտնեց, որ ոչ մի բան չէ, միջնորդություն չունեն ներկայացնելու փոփոխելու։ Այսինքն դուք դա չեք դիտում որպես դիրքորոշման հստակեցում։ Ասեցի, որ մենք նայել ենք, ոչ մի բան չունենք փոխելու։ Այսինքն այստեղ դատախազությանը ինչ-որ բան միշտ մեղադրելու կարծում եմ անհիմն է։ Հարգելի դատարան, նիստը հետաձգվել է ասելով, որ մենք փոփոխություն ունենք, խնդրում ենք մեզ տրամադրել ժամանակ, մենք կարող ենք անհայտ, ես հստակ հիշում։ Հիմա ոչ թե որ մենք մտածենք ունենք փոփոխություն թե չէ։ Եթե իրենք ասեին մենք ուղղակի մտածենք փոփոխություն ունենք կամ չէ, իհարկե առարկելու ենք ու դեռ փաստ չի որ դատարանը այդպիսի միջնորդությունը բավարարելու է։ Իրենք ասին մենք ունենք փոփոխություններ, որովհետեւ մեր դիրքորոշումը համապատասխանեցնենք սահմանադրական դատարանի որոշմանը։ Արձանագրությունները հստակ է, Տիկին Նևիդեր Թովմասյանը ներգրավել է 12/2025 թվականի նիստով, խնդրել է դատական նիստը հետաձգել, որտեղ նոր է ներգրավել գործընթացին ծանոթանալու համար։ Եվ հաջորդ դատական նիստը նշանակվել է այսօր։ Դրա նախորդ մի անգամ խնդրել է, որ ժամանակ տրամադրվի, մի անգամ մի նիստ ա եղել, խնդրել է ժամանակ տրամադրի, որին դուք էլ չեք առարկել։ Մենք չենք առարկել, որտեղ ասում ենք փոփոխություն ունենք կատարելու, հարգելի դատարան։ Եթե իրենք ասեն, որ մենք հələ չենք որոշել փոփոխություն անել, ես ուղղակի հասկացա, պարոն Արմեն, ուղղակի դատարանը արձանագրում է, որ իրավունքի չարաշահմաններից է տար, բայց որի դատավարական վարքագծի մեջ դատարանը չի տեսնում, որ համաձայն չի ձեր դիրքորոշման հետ։ Լավ, այլ միջնորդություններ ունեք, ունեք։ Մենք գործով թույլատրել ենք դատաքննության արդեն ավարտին մոտենալուց ապացույցներ, պարոն Արմեն, ձեր միջնորդություններ բավարարվել եւ հենց այդտեղ էինք անկառել, որից հետո պարզվեց, որ պարոն Ֆուկոն մահացել է։ Հիմա անցնենք հենց այդ ապացույցների հետազոտմանը, բայց մինչև անցնել են միջում անենք 10 րոպե առարկություն կա։ Ոչ այլ։ Ուսներ առարկություն։ Ոչ։ Ընդմիջում 10 րոպե։ Շարունակում ենք դատական նիստի միջման պահից։ Գործով մենք էլեկտրոնային ապացույցները բոլորը հետազոտել էինք, ավարտել էինք, փաստաթղթային ապացույցներն էինք հետազոտել, ավարտել, որից հետո միջնորդություն եղավ եւ դատարանը թույլատրել է այս ապացույցները, որոնք սկզբնապես ներկայացվել էին գործի մասնակից չհանդիսացող անձի կողմից, սակայն հետագայում պարոն Մեժմենյանն էլ երկրորդից եւ պարոն Ալոմյանն էլ շնորհացել գործին, խնդրեց ու դատարանը պարոն Ալոմյանի միջնորդությունը բավարարեց, թույլատրեց փաստաթղթերը որպես ապացույց։ Վարդան Հովհաննիսյանի կողմից ներկայացված փաստաթղթերն են։ Դրանք էին։ Ինչ որ դուք ասում եք, Կարեն Մեժմյանը եւ Ֆուկոն ներկայացրել էին գրավոր ապացույցներ, խնդրել էին ժամկետը ոստովնի պատճառը հարկել ճանաչել դուք մերժել էիք, բայց քանի որ այդ փաստաթղթերը ինձ առաջին անգամ էին ընդհանրապես տրանսլացին առաջին անգամ ինձ հայտնի դարձել, ես դրանք ուսումնասիրեցի, գտա որ մեր կողմից այդ փաստաթղթերը որպես ապացույց ներկայացնելու անհրաժեշտություն կա, դուք այդ միջնորդությունը բավարարեցիք, իսկ այն ինչ որ դուք ասում եք, դա մենք չենք ներկայացրել, դա դատախազությունն է ներկայացրել։ Այդ ինչ որ ասում եք։ Չէ, դա ներկայացրել է տվյալ անձը դատարանին։ Հա։ Հետո ներկայացրել է նաև դատախազությանը, հետո դուք եք ներկայացրել։ Հիմա այդ ապացույցներն են։ Կներեք մենք չենք ներկայացրել։ Լավ, հիմա հետազոտելով գնանք դա ներկայացրել, բայց նախքան ես էլ այդ որ դուք հիշում եք, որ իմ միջնորդությունը բավարարել եք։ Դա վերաբերում է այլ փաստաթղթեր, ուղղակի ես ուզում եմ ես ճշգրտում անեմ,
Ինչ խոսք, այդ փաստաթղթերը, որ դուք հիմա ուզում եք հետազոտել, դրանք էլ էական նշանակություն ունեն, բայց ես կուզեի հիշեցնել, որ դա դատախազությունն է ներկայացրել, ու մենք դեռ այդ փաստաթղթերը ոչ հետազոտել ենք, ոչ էլ դրա օրինակ ունենք։ Սրանք հրապարակենք։ Դեկորա գրուպ։ Ուզում եք մոտեցեք, որ տեսնեք ինչ է, էլի այստեղ մոտեցեք, բայց դուք եք մոտեցեք։ Զակաս դեկորա գրուպի ապրանքների պատվերի փաստաթղթ ունեցնենք։ Չունեք։ Սա մենք անգորում մենք չենք սա ներկայացրել, կամ ձեզ այնք ներկայացրել, կամ դատախազությանն է ներկայացրել։ Սա որ ենթադրաբար որ ինքը աշխատանք է տարել, առանձնատան վրա, ու պահպանված փաստաթղթերի մասը այսպես ներկայացրել։ Հասանյակով հրապարակում, ըստ իմումը։ Եթե ծանոթ չեք, երբեք լուսանկարեք։ Խնդրում ենք տրամադրել, մենք, բայց սրա համար մենք կարիք ունենք ամեն դեպքում։ Հասկացա, ամեն դեպքում վերցրեք լուսանկարեք, որ ունենա պոլիտիկի որոշումը, ինչեւ լուսանկարեք, դատարան դարձավ միջում է հայտարարում, դուք շարունակեք 5 րոպե։ Շարունակում ենք դատականիստի ընդմիջման պահից, դուք հնարավորություն ունեցաք այդ պատճենահանել լուսանկարել փաստաթղթերը։ Ես վերնախոսով լուսանկարեցի, բայց չեմ ծանոթացել բնականաբար։ Հասկանալի է, ես ընդհանրապես այդ պահը, արդյոք արդեն ձեր դրամատրության տակ կա փաստաթղթերը։ Փոխանցելու եք պարոն Արմենյանին Բեգլարյանին։ Այո, ցանկացողի ես կարող եմ ուղարկել այդ նային տարբերակով։ Լավ, դե դեպքում այդ կծանոթանաք, որից հետո այդ ապացույցների հետազոտումը կշարունակենք այդ մասով։ Հիմա մյուս մասով, որ պարոն Արապյանն է ներկայացրել, եւ ինչու դուք ներկայացրեցիք, ասացիք պարոն Արապյան, այդ փաստաթղթերը, այստեղ էլեկտրոնային, դուք ձեր դրամատրության տակ կա, չէ՞, այդ փաստաթղթերը, հիմա կարող եք զուգահեռ դատանավոր հրապարակումը դուք էլ հետևեք։ Այդ փաստաթղթերն որ ուղղակի համակարգված վիճակում չի, այսօրվա դատականիստին ճիշտ ասած ոչ ձև է ես այսօրվա նիստը պատկերացնում։ Դատականության փուլում ենք ապացույցներ ենք հետազոտում, ուղղակի ուրիշ ոնց պետք է։ Պաշտպանելով դատախազության անունը, որ մենք մյուս նիստի բանկի փոխենք եւ մենք ուրիշ ձև ենք պատկերացնում այսօրվա նիստի ընթացքում։ Ես ասեմ էլի ակելի դատարան, նայեք, բայց այդ կարդում եմ, հենց որ առաջի, երկրորդ էջը, սնանում որոշման, երներով այդ հազգամանքից, որ Սերյան Օհանյանի 2008 թվականից հանդիսացել է պետական բարձրաստիճանի պաշտոնյա, ՀՀ պաշտպանության նախարար, որպես ուսումնարարության ժամանակահատված եւ այլն։ Հայցատիպում գրված է 2008 թվականից այդ պաշտոնը զբաղեցնելու մասին։ Հենց երկրորդ էջից։ Դրանից ելնելով, ասենք որջամտորեն այդ ենթադրությունը կարել եւ նաեւ դատախազության այդ հայտարարությունները, որ որոշակի փոփոխություն պետք է լինի, եւ այդ հայտարարությունը որ հենց դրա համար ժամանակ է, դրա համար, այսինքն սպասում ենք այդ միջնորդությանը։ Հասկացա։ Ամեն նախորդ նիստերին կարծել իմ հիշելով, երբ որ երկան դատարանը հրապարակեց, որ ներկայացուցիչ եկել էր դրա համար ժամանակ, բայց այդ երկամսյա ժամկետը կարծեմ շնորհակալու ժամանակ այդ միջնորդության հնարավոր այդ միջնորդության ժամանակահատվածն էր, էլի կարծեմ որքան հիշում եմ քննարկվեց, որքան հիշում եմ։ Ամեն դեպքում այս է պատճառը, որ ես ասենք փաթեթով չեն եկել, որովհետև ասենք լավ, այսպես անենք, դատանը հրապարակի պարոն Արապյանի ներկայացրած փաստաթղթերը։ Հաջորդ նիստին արդեն ձեր դիրքորոշումները այդ փաստաթղթերի, նաև մյուս փաստաթղթերի, որոնց լուսանկարները արեցիք,
Նաև մյուս նիստին շարունակենք, արդեն դրանց վերաբերյալ ձեր դիրքորոշումները ներկայացրեք։ Այս կարգի հետ կապված առարկություն կա։ Մեջբուրում կատարան հանցագործի 5-րդ էջի, երբ պարոն Սերյան Օհանյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները բովանդակում նշված է, որ 1998 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը, որոնց իմաստով պաշտպանատար անձ է, հայտարարել պաշտպանատար անձը, հետևաբար հենց 98 թվականից կոռուպցիա դեմ պայքարի նպատակի իրացման շրջանակներում իրավասու մարմինը արդեն վերահաշվարկյանշություն չի տեսել, որովհետև հետագայում առաջին ակումբը ձեռքբերվել 2005 թվականին, այսինքն 98 թվականից սկսած անձը պաշտոն է զբաղեցրել եւ բավարար պաշտոնավարման ընթացքում եւ դրանից հետո ձեռքբերված եւ վերջինիս եւ վերջինս փոխկապակցված անձանց կողմից ձեռքբերված գույքերը եւ օրինական եկամուտները կարող են համադրվել եւ արդեն երբ չեն բավարարում համապատասխան գույքային ձեռքբերումները հայտնի օրինական եկամուտները իրավասու մարմինը կարող է ներկայացնել համապատասխան հայցանքներ։ Կարելի է նշանակել, որ հասկանալի այցի ձեր ասացից անմիջապես հետո այլևս է որ 99 թվականի օգոստոսին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար եւ այլն եւ այլն։ Դուք գտնում եք, որ այդ Արցախում այդ սուբյեկտում որոշակի պաշտոններ զբաղեցնել եւ այլն, այս օրենքի դիրույթում է թե ոչ։ Ուզում եմ դա հասկանալ, որ Տեսեք, Արցախի Հանրապետությունը զբաղեցրած պաշտոնների մասով իրավասու մարմինը դիրքորոշում չի հայտնում։ Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է հենց Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, այսինքն հիմք ենք ընդունում Հայաստանի Հանրապետությունում զբաղեցրած պաշտոնը, որպես հայտարարատու պաշտոն։ Եվ հենց այդ առաջին հայտարարատու պաշտոնից հետո իրավասու մարմինը կարող է ձեռքբերված գույքերի եւ եկամուտների միջեւ համապատասխան համադրություն կատարել։ Դե հետագայում այլ իրավական կարգավիճակ ունեցող միավորներում ինչ կարգավիճակ է զբաղեցրել պարոն Սերյան Օհանյանը, այս պահի դրությամբ էական նշանակություն չունի, քանի որ 98 թվականից արդեն համապատասխան հայտարարատու պաշտոնը զբաղեցրել է։ Նայեք, ես ասեմ եմ ինչ եմ ասում։ Ռուզաննա Խաչատրյանի կողմից 2005 թվականին 6 մինաչնի կապ չունի, տեղից եք սկսել, հետ եք մնացել այդ 2005-ից հետո։ Որոշակի գույքեր ձեռքբերված վերագրվում են պարոն Օհանյանին ու վերագրվում են պարոն Օհանյանին, այն վաղտ ասում են կարող եք հետ գնալ, չնայած հայցակում նշված է որ 2008 թվականից է պաշտոնը զբաղեցնել, հիմա էլի աստորեն շարունակում են վերագրվել, բայց որ մի քանի ամիս Հայաստանում պաշտոն է զբաղեցնել, դրանից հետո, այսինքն 99 թվականից մինչև 2008 Արցախում պաշտոն է զբաղեցնել, դուք գտնում եք, որ 2005 թվականին Ռուզաննա Խաչատրյանի կողմից ինչ-որ գույք ձեռք բերելը կարող է վերագրվել պարոն Օհանյանին։ Լավ, սա ուզում եմ հասկանալ, որ դա առարկությունների Եթե հարցեր ունեք այդ կապակցությամբ, խնդրեմ։ Այս պահին Սահմանադրական դատանի որոշման ներքո է քննարկումը իրականում։ Ինչ? Սահմանադրական դատանի որոշման բարձրացված հարցերի ներքո է այս հարցը։ Խնդրեմ։ Հա, ես բան կանեմ, ես իրականում մի հատ սա առաջի անգամ էր, արդեն հասկացա դատախազության դիրքորոշումը, այդ առումով մի հատ անալիզ կանեմ, վերլուծեմ։ Ուրեմն առաջին փաստաթուղթը Վահագնի International-ի Customer Service Hov-ին դեմ էլեկտրոնային փոստից Jacques Fogo Yahoo էլեկտրոնային փոստին նամակներ են Վահագնի թաղամասի հարգելի բնակիչ տեղեկացնում ենք, որ 2023-ի հուլիսի 31-ի ժամ 11-ից 16-ը կդադարեցվի էլեկտրամատակարարումը։ Եվ երեսին մեկ Վահագնի թաղամասի հարգելի բնակիչ պարոն Ֆոգոյի մեյլին ուղարկված ձեր ուշադրության ենք ներկայացնում Վահագնի թաղամասում Վահագնի կառուցապատման համակարգության կանոնները։ Հաջորդը հաշիվ ֆակտուրա 31 օգոստոս 2023 թվական Տնտեսական ծառայությունը կոմունալ ծառայություններ Օհանյան International ՍՊ Ծառայություն ստացող Ժակ Պիեր Ֆոգո 248,550 դրամ ընդհանուր գումարի չափը հաշիվ ֆակտուրա 31 մարտ 2023 թվական Օհանյան International ստացող ծառայության Ժակ Պիեր Ֆոգո
124,663 դրամ։ 31 հոկտեմբեր 2022 թվական Հռոմեան International մատուցված ծառայություններ 92,553 հաշվարկ 2022 թվականի մարտ ամսից ծածկված էլեկտրաէներգիայի վճարի 2022 թվականի մարտ ամսվա բարձրացման ենթականի փոխարինման վճարանակի պայուսքի օգտագործման համար ընդհանուր 47,663 դրամ դարձյալ նմանատիպ հաշվարկներ 15,990 580 դրամ 2,621 դրամ մեմորիալ օրդեր Ժակ Ֆողով Ճարին 17,07,2024 թվական 225,209 դրամ ստացող Հռոմեան International դարձյալ մեմորիալ օրդեր 17,07,20 Գումարի չափը 289,322 դարձյալ վճարող Ժակ Ֆողով Գումարի չափը 249,260 դրամ ստացող Հռոմեան International հաջորդը նույնն է 18-11-21 թվական 104,667 14-10-21 թվական 101,002 դրամ 12-10-21 թվական 90,390 դրամ 12-0-21 103,895 18-11-21 27,667 Թարգմանություն ֆրանսերենից Ես ներքո ստորագրյալ Ֆլորանս Ֆովո Բերնար ցանկանում ցուցմունք տալ տարբեր փաստերի վերաբերյալ Ես Ժակ Ֆովոյի դուստրն եմ հայրս դիվանագետ է զգալի դոստներով եկամուտով մեծ պասքի առակով հայտարարություն թարգմանություն հաջորդ տիկին Ֆլորանս Ֆովո Բերնար նույն պատճեն է, նա բնորինակն է սա պատճեն հաջորդը հանձնարարում ամլամն ինչ, սա ինչ է Ժակ Ֆովոյի նամակն է հասցեագրված Ֆլորենս Ֆովո Բերնարը հանձնարարում ամենաարետը սույնաղորդագրություն դատորին փոխանցելու համար Ստորև ներկայացնում շինարարության մեկնարկի լուսանկարը ձեռնարկատեր Ռաֆիկ Վանյանի ճարտարապետ Անահիտ Վարդանյանի հետ Այս լուսանկարները կա ձեր մոտ նայում եք Մեկ եկեք մոտեցեք, որ տեսնեք ինչ լուսանկարն Երեխայի լուսանկարն Այստեղ շին հրապարակի լուսանկարը առաջին է, երկրորդը երեխայի հետ լուսանկարներ են Հաջորդը Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ, ընդհանուր վիրաբուժության դոկտորման էպիկրիզ Ժակ Ֆովո էպիկրիզ Ռենտգեն հետազոտություն Ուլտրազայնային հետազոտություն Սրտաբանի խորհրդատվություն Ախտորոշիչ լաբորատորիա բժշկական կենտրոն Վազին Վարակյան Սա ինչ Ակտ դեմեսանս Ծնջան վկայական Դավիթ Արսեն Արաքելյան Պատճեն Ապոստիլ Վավերացման Կուզություն թիվ 006746 Ռուսերեն լեզվով փաստաթ հրաժարական Սա վերաբերում անթարապես մեր գործին հասկացում լավ այստեղ կտություն շնից սա ռուսերեն է, բայց սա կարծես թե որ պաշտպանող տվյալ է այստեղ պատկազնայը
Անձնական կյանքի հետևաբար այս պահից դատարանը որոշում է գործիքնություն շարունակել դրամապահության պայմաններում որոնք պաշտպանող տեղեկություններ են չհրապարակել